շատ է խոսվում նրա մասին, որ 18 թվից առաջ կամ մենք նախկինում ունեցել ենք խաղաղություն։ Անկախության առաջին օրից մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք պատերազմ, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ մարդիկ են զինվորներ են զոհվում եւ վիրավորվում։ Մենք չենք ունեցել խաղաղություն, մենք ունեցել ենք անդադ պատերազմ եւ մենք ունեցել ենք պատերազմի բորբոքման հետաձգում, անընդհատ հետաձգում, էլի հետաձգել, էլի հետաձգել, էլի հետաձգել եւ այդ հետաձգման ժամկետի ավարտը ազդարարվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմով, բայց դա շատ կարեւոր է, ոչ միայն ապրիլյան պատերազմին նախորդել է Ղարաբաղի հարցի կարգավորման առաջարկությունների բոլորովին նոր փաթեթը, որը արդեն մեզ բոլորիս հայտնի է եւ հրապարակվել է։ Այսինքն մենք եւ ելի եմ ասում, Ղարաբաղի հարցի կարգավորման շրջանակը 1996 թվին Լիսաբոնի գագաթաժողովի 96 թվին արդեն շրջանակված է եղել եւ Ղարաբաղի հարցը այդ ժամանակ արդեն լուծված է եղել։ Այս ամբողջ ձգձգումը եւ հետաձգումը նրա մի բանի համար է, որ լուծվի Հայաստանի հարցը, այսինքն չլինի Հայաստանի պետականությունը եւ մենք հենց էսա որ հասկացել ենք ու շատ արագ ենք հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է թակարդում եւ մեր խնդիրն է եղել Հայաստանի Հանրապետությունը թակարդից հանել։